անվտանգություն կոմիտեի նախագահ չընտրվեցիք, պարոն Քոչարյան, իշխանությունը ձեզ անգործ չթողեց արդարադատության փոխնախարար։ Ինչպես ստացվեց, որ այդպես ստացվեց։ Պայմանավորվածություն կար։ Նորմալ ստացվեց, ամեն դեպքում 3 տեխնացուներից բոլորն էլ ոնց որ որոշակի պաշտոնների են։ Ես եմ պաշտոնի նշանակվել, կարծում եմ, որ որևէ տարակուսելի զարմանալի բան չկա։ Նախնական պայմանավորվել եք, պարոն Քոչարյան, այսինքն եթե ձեզ մերժեին այն պաշտոնին, մի պաշտոնի պարտադիր պետք է նշանակեր իշխանությունը։ Նախնական պայմանավորվածություն չկա, ամեն դեպքում Ումից եղավ առաջարկը, որ Տեխնացիստանի արտադրության փոխնախարար վարչապետը անձամբ ասեց, SMS գրեց, ասեց պարոն Քոչարյան։ Նախարարն է ներկայացնում տեխնացությունը եւ կառավարությունը հաստատում կամ չի հաստատում։ Պարոն Քոչարյան, բոլորին մինչ օրս անհասկանալի է մնում, ինչու աղմկահարույց ապօրինի գույքի բռնագանձման գործով կոնկրետ դատախազը ինչու լքեց դատախազական համակարգը եւ այդքան լուրջ պաշտոն զբաղեցնելով արդարադատության այսօր փոխնախարարն է։ Ի վերջո ինչու դատախազությունից դուրս եկաք։ Տիկին Վարդապետյանի հետ այդ խնդիրները ինչից եք ստեղծել։ Արդարադատության փոխնախարարը նույնպես լուրջ պաշտոն է եւ դրությամբ չի զիջում դատախազի պաշտոն։ Իհարկե դատախազի պաշտոնը շատ լուրջ պաշտոն է, բայց ամեն դեպքում որևէ պաշտոն իմ համար հավերժ չէ եւ ես գտա, որ այդ պաշտոնին իմ անելիքը ես արդարևս ավարտել եմ, դրանով պայմանավորված լքեցի դատախազական համակարգը ամենայն դեպս այս փուլում։ Հիմա Սահմանադրական դատարանում խորհրդակցական սենյակում է ապօրինի գույքի բռնագանձման գործով դուք համարում եք, որ դուք ձեր բոլոր այսպես ասած աշխատանքներ իրականացրել եք, մինչդեռ ՍԴ-ում այդ հարցն է քննարկում, Սահմանադրականության հարցն է քննարկում։ Ասում են, որ բավականին լուրջ քննարկումներ են այն մասով, որ դատախազությունը իրավունք չուներ նման հայցեր ներկայացնելու։ Մտավախություն չունեք, որ հետագամ ձեզ պատասխանատվության կկանչեն այս մասով, պարոն Քոչարյան, որովհետև վերջը դուք հայտնի պաշտոնյաների գործ եք քննել։ Մի բան ակնհայտ է, որ դատախազությունը գործել է օրենքի հիման վրա, այսինքն այստեղ վիճարկում է ոչ թե դատախազության գործողությունների օրինականությունը կամ ապօրինությունը, վիճարկում է այն օրենքի սահմանադրականությունը, որի հիման վրա դատախազությունը գործել է։ Նույնիսկ եթե Սահմանադրական դատարանը խնդիր արձանագրի, դատախազության գործողությունները դրանով չեն կարող ապօրինի դիտվել, քանի որ դատախազությունը գործել է եւ այսօր էլ գործում է օրենքի հիման վրա։ Մարդկանց գույք է խլվել։ Հիմա հատիկ առհատիկ Նիկոլ Փաշինյանը ամեն օր հայտարարում է Range Rover, հողատարածքներ, այսինքն ապօրինություն չկա։ Գույքերը բռնագանձվել են օրինական ուժի մեջ մտած վճիռների հիման վրա կամ բռնագանձվել են Հայաստանի Հանրապետության կնքված հաշտության համաձայնագրերով։ Եթե Սահմանադրական դատարանը կայացնի որոշում, որը կազդի նաև օրինական ուժի մեջ մտած այդ դատական ակտերի վրա, այդ ակտերը նույնպես կարող են վերանայվել։ Այստեղ դատախազությունը կամ որևէ պետական մարմին որևէ գործառույթ չունի, այստեղ Սահմանադրական դատարանի հետ գործ ունենք, Սահմանադրական դատարանը ինչպես կորոշի, այնպես էլ կկատարվի։ Ես կորեկտ չեմ համարի, որ իրավաբանի կողմից Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցի վերաբերյալ որևէ մասնագիտական կարծիք հայտնելը, որովհետև դա Սահմանադրականության է գործ ունենք եւ այդ գնահատականը կարող է բացառապես Սահմանադրական դատարանը տալ։ Կարծում եմ մոտ օրերը ունենանք որոշում եւ բոլոր հարցերի պատասխան